Իր 71-ամյակն աննկատ անցկացնելու Հարություն Խաչատրյանի ցանկությունն անկատար մնաց։ Կինոռեժիսորի տարեդարձի օրը նրա վաղեմի բարեկամ Արսեն Աղաջանյանը նշեց հենց Հարություն Խաչատրյանին նվիրված «Կենացպար» ֆիլմի պրեմիերայով էսսե դիմանկար վավերագրական հիմքով։ «Կենացպարի» հեղինակը կտրականապես հրաժարվում է խոսել ֆիլմի մասին, փաստում է, ամբողջ ասելիքը էկրանին է և մեկնաբանությունների կարիք չունի, իսկ ֆիլմի հերոսը դեռ ֆիլմը չտեսած խոստովանում է, վախի և անհանգստության նույն զգացումն է ապրում, երբ իր ֆիլմերին է սպասում մեծ էկրանին։ Տարեդարձներ անել սովոր չեմ ես, բայց ուրախ եմ, որ կան լավ ընկերներ են հավաքվել և պետք է նայենք այս ֆիլմը, որ դեռ չեմ տեսել, իսկ այս ֆիլմ նայելուց միշտ վախեցել եմ։ Նույնիսկ իմ լավագույն ֆիլմերը, որոնք տասնյակ մրցանակներ ունեն, երբ հիմա ցուցադրում եմ, ես վախից քիչ մեռեմ, ինձ թվում է ոչ մեկին դուրս չի գալու, ոչ մեկը չի սիրելու այդ ֆիլմերը, այդպեսի բնավորություն ունեմ, վախկոտի։ «Կենացպարը» 7 նովելներով ամբողջացած վավերագրական կինոպատում է, որը նովել առ նովել կարևոր հարցերի պատասխանների որոնում է և պարզ ճշմարտությունների արձանագրում։ Ֆիլմ ճամփորդություն է դեպի անցյալ, որը հղումներ ունի ապագային։ Կինոպատումը հյուսվում է Հարություն Խաչատրյանի հիշողություններից, սկսվում է ախալքալաքցի 14-ամյա փոստատարի երազանքից և հասնում մինչև ամենահեղինակավոր կինոմրցանակներ ու պոետիկ պատմություն է աննահանջ կերպով երազանքին ձգտելու և կարծրատիպերը փշրելու մասին։ Բայց ֆիլմի հերոսը դադար չի առնում։ Ընդամենը 2 շաբաթից Հարություն Խաչատրյանը կսկսի նոր Վահան Տերյան ֆիլմի նկարահանումները։ Ձմեռային նկարահանումները կիրականացվեն Ջավախքում, Օրենբուրգում, նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թիֆլիսում, ապա նաև Հայաստանում։ Տերյանի կաղապարը վաղուց էր խմորվում և հասունանում ռեժիսորի մտքում։ Հիմա վերջապես տալիս է նկարահանումների մեկնարկը և արդեն հավաքել է կաղապարակից պրոֆեսիոնալների թիմը։ Վերցրել եմ 2 օպերատոր, մեկը Վահագն Տեր-Հակոբյանն է, մյուսը Քելեմենն է, Ֆրեդ Քելեմեն, որը վերատարի վերջին 3 ֆիլմերի օպերատորն է, և մեր լավագույն բարեկամը, որը շատ է սիրում իմ նախորդ ֆիլմերը և ցուցադրել է մի քանի անգամ կազմակերպել է ցուցադրությունները Բերլինալեի Արսենալում կամ Բերլինի քաղաքներում, այնպես որ իր ներկայությունը ֆիլմում նույնպես շատ կարևոր եմ համարում, որովհետև ինքը շատ հետաքրքրված է իմ ֆիլմերով և շատ հետաքրքրված է իմ ոճով և կուզենար անպայման մասնակցել։ Որպես կանոն Հարություն Խաչատրյանի ֆիլմերը գաղափարից մինչև էկրան երկար և ստեղծագործական փնտրտուքների դժվար ճանապարհ են անցնում։ Ուստի, թե երբ Տերյանը կհայտնվի էկրանին հարցին, կինոռեժիսորը դժվարանում է պատասխանել, ընդամենը փաստում է, նվազագույնը 2 տարի կպահանջվի նկարահանումներն ավարտելու համար։ Նոնե Ալեքսանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։